Բարի երեկո Աստծո ժողովուրդ։ Տեր օրհնի ձեզ բոլորիդ, որ այսօր ձեր ընտրությունը եղել է գալ Աստծո տուն, Աստծո ժողովրդի հետ կենթանի Աստծուն պաշտելու։ Գիտես, մտածում եմ, որ ամեն ժամանակների մեջ Աստված հատուկ կերպով է գործում։ Ոմանք յանի են տալիս այն աշկերին, որ տեսել են Հիսուսին, ոմանք յանի են տալիս մեզ, որ չենք տեսնում եւ վերջին օրերում ենք ապրում։ Ամեն մարդ իր կյանքն ունի, իր կյանքը իր արժեվ դրված իր խնդիրներով լի։ Բայց մի համար եմ ուզում կարդամ Սաղմոսից 84-րդ Սաղմոսն է 11 եւ 12 խոսքերը։ Եվ 2 րոպե խորհենք այս խոսքերի շուրջ, որից հետո աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Որովհետև Տեր Աստվածն արև եւ վահան է։ Տերը շնորհք եւ փառք է տալիս։ Նա ոչ մի բարիք չի խնայում անարատությունով գնացողներից։ Ով զորացներ իրանային մարդին, որ քեզ է հուսացած։ Սովորությանս համաձայն այսօրվա իմ կարդացած որոշ բաներից ուզում եմ մի փոքր ձեր հետ կիսեմ ժողովուրդ ջան։ Ասում եմ, որ Տեր Աստված արի եւ ահան է։ Գիտես, այսօր միգուցե մեկի կյանքում խավար եւ ցուրտ օրեր են եկել, ես չգիտեմ։ Ասեցի մի քիչ առաջ, որ ամեն մարդ իր կյանքն անցնում, իր խնդիրներով լի։ Կրկնում եմ, միգուցե մեկի համար խավար եւ ցուրտ օրեր են։ Ուզում եմ ասեմ, հիշի, որ Տեր Աստվածը արև է։ Քո կյանքի մեջ կգա ջերմություն, եթե ապավինես իրան, քո կյանքի մեջ կգա լույս։ Լսել եք, չէ՞ երևի արտահայտություն, որ ասում է Աստված մի լույս կլուսացնի։ Սա խոսում է, որ ինքը մեր կյանքի մեջ մեր արևն է։ Միգուցե մեկը պատերազմների մեջով է անցնում, իր ազնական կյանքն ունի, անօրեն իր նետերն է ուղղել, բայց հիշիր, որ Աստված Տերը քո վահանն է։ Եթե իրան ապավինես, քո փրկությունը չի ուշանա եւ հաղթությունը նմանապես, բայց եթե ապավինես այլևալ բաների, դրա դեմը ոչ ոք չի կարող առնել։ Միայն Տեր Հիսուսը իր խաչի զորությունով, որ այսօր մեր կյանքի մեջ կա որպես պեչատ։ Եվ մի բան, որ շատ դուրս եկավ, Տերը շնորհք եւ փառք է տալիս, նա ոչ մի բարիք, ուզում եմ սա լավ հասկանանք, նա ոչ մի բարիք չի խնայում անարատությունով գնացողներին։ Տերը ոչ մի բարիք չի խնայում, ժողովուրդ ջան, չկա տես բարիք, չի խնայում անարատությունով գնացողին։ Իմ ու քո համար Տերը ոչինչ չի խնայում, ոչ մի բարի բան։ Եթե մենք ցանկություն ունենանք անարատությունով գնալու եւ գնանք դրա մեջ, որտեղ ինքը մեր համար եւ արևա, եւ վահանա, եւ շնորհքներ, եւ ամեն բարիք բան մեր համար է Տերը պատրաստել, իմ ու քո համար։ Հենց այդ նպատակի համար Տերը այդ ամենը պահել է։ Մնում է, որ մենք իրան ապավինենք։ Էսի եթե հասկացար իմ հետ, եթե ընդունում ես, ոտքի կանգնիր, մեր գոհությունը բերենք Աստծուն, իդեպ ասեմ, Տերը չի խոստացել, որ նեղություններ չենք ունենալու։ Ասում է շատ են արդարի նեղությունները, բայց այդ ամենից Տերն է ազատողը։ Ուզում եմ այսօր շնորհակալությունով գանք Տիրոջ առաջ, որտեղ նմանապես խոսքն ասում է, ձեր խնդրվածք ասում է, հայտնի լինի Տիրոջը գոհությունով միաժամանակ, գոհությունով հանդերձ։ Արի գոհանանք իր անունից, այնուհետև խնդրենք իր ներկայությունը։